Ազնիվ վաստակած փող։ Նորվեգական հեքիաթ։ Գյուղի ծայրին խարխուլ տնակում ապրում էր մի այրի կին։ Այս կինը ուներ փոքրահասակ մի տղա, Կալե անունով։ Ապրում էին նրանք կիսաքաղց, և երբ եկավ սառը աշունը, ցուրտն ավելի խեղճացրեց նրանց։ Եվ ահա մայրն իր տղային ասում է. «Գնա տղաս, գնա անտառ մի քիչ փայտ բեր, վառարանը որ վառենք, գուցե սրտներս էլ ուրախանա»։ Կալեն հագնում է կարկատած բաճկոնը, վերցնում կողովն ու գնում անտառ։ Գնում է ճանապարհով թռչկոտում ու պարում, որպեսզի մի փոքր տաքանա։ Եվ հենց որ կրանում է գետնից մի ճյուղ վերցնում, այնպես են մատները սառչում, որ ստիպված դրանցից հետո երկար ժամանակ ափնափին է խփում։ Ահա մի լիքը կողով փայտ է հավաքում և ուզում է գնալ տուն։ Մեկ էլ տեսնում է, հողմահարված մի սպիտակ քար է ընկած ծառի տակ։ Եվ Կալեն շատ է խղճում այդ քարին։ «Այդ խեղճը կսառչի այստեղ», մտածում է տղան։ Ցուրտ քամին բոլոր կողմերից փչում է վրան, սառնամանիքը նեղում է նրան։ Եվ իր բաճկոնը հանում է ու հագցնում քարին, ցախը շալակում ու գնում է տուն։ Եվ մայրը սկսում է հարցնել, թե ինչու է այդ ցրտին այդպես թեթև հագնված։ Այստեղ տղան մորը պատմում է, որ ճանապարհին սառած մի քար է տեսել և իր բաճկոնը տվել նրան։ «Ինչ է, դու հիմար ես», բղավում է մայրը։ «Միթե քարերը մրսում են, թեկուզ մրսեն էլ, քո ինչ ցավն է։ Ես հիմա որտեղից քեզ համար հագուստ ճարեմ, որ դու ամեն անգամ տանես քարին հագցնես։ Ախր հիմա հագուստը շատ թանկ է»։ Եվ տղային ուղարկում է անտառ, բաճկոնի ետևից։ Կալեն գալիս է այնտեղ, ուր թողել էր իր բաճկոնը, ու տեսնում, որ քարը կարծես թե տեղից մի քիչ շարժվել է, և մի ծայրն էլ գետնից մի քիչ բարձրացել։ «Իմ բաճկոնը երևի տաքացրել է խեղճին», մտածում է Կալեն։ Մեկ էլ հանկարծ նա քարի տակ մի փոքրիկ սնդուկ է տեսնում, իսկ նրա մեջ լիքը արծաթե փողեր։ «Անպայման գողացված փողեր են», մտածում է Կալեն։ «Ազնիվ վաստակած փողերը ոչ ոք չի բերի անտառում քարի տակ թաքցնի»։ Վերցնում է սնդուկն ու տանում անտառի լիճը, և բոլոր փողերը թափում ջուրը։ Բոլոր փողերն իջնում են հատակը, միայն մի 5 շիլինգանոց լողալով ջրի երեսն է դուրս գալիս։ «Այ այս դրամը ազնիվ աշխատանքով է վաստակված», մտածում է Կալեն։ «Արդար փողերը ջրի մեջ չեն սուզվում»։ Լճից հանում է այդ դրամը, վերցնում բաճկոնը և գնում տուն։ Հենց որ տուն է հասնում, առանց թաքցնելու ամեն ինչ պատմում է մորը։ Պատմում է, թե ինչպես է քարը շարժված եղել, ինչպես է ինքը փողերով լի սնդուկը գտել քարի տակ, և ինչպես է բոլոր փողերը թափել լիճը։ Դե որովհետև դրանք ամենայն հավանականությամբ գողացված են եղել։ Այստեղ արդեն սաստիկ կատաղում է մայրը։ «Չէ, գլխումդ խելք չկա», բղավում է նա։ «Եթե քո գտած այդ ամբողջ փողերից միայն մեկն է ազնիվ աշխատանքով վաստակված, ուրեմն ինչպես երևում է, ազնիվ մարդիկ էլ աշխարհում շատ չես գտնի։ Թեկուզ գողացված լինեին այդ փողերը, քո ինչ ցավն էր, չէ որ քո շապիկն ավելի մոտ է մարմնիդ։ Եթե դու դրանք բերեիր ու ինձ տայիր, մենք այլևս նեղություն ու աղքատություն չէինք քաշի։ Ինչ խոսես քեզ նման խելապակասի հետ։ Ինչպես երևում է, դու այլևս խելքի չես գա։ Գնա ու քեզ համար ապրիր, ինչպես խելքդ կկտրի, այնպես էլ արա։ Ինչ ես քեզ համար այլևս չեմ տանջվի»։ Տղան ստիպված հեռանում է հարազատ տնից, թափառում աշխարհով մեկ ու ամենուրեք, աշխատանք է սկսում փնտրել։ Ուր որ մտնում է, ամեն տեղ վզակոթից բռնած դուրս են հանում։ Ախր շատ նվազ ու խեղճ տեսք է ունենում, նրանից ինչ աշխատող։ Եվ ահա մի անգամ նա գալիս է հարուստ մի վաճառականի մոտ։ Վաճառականը խղճում է տղային և նրան նշանակում խոհարարի օգնական։ Նա պիտի փայտ կոտորեր, ջուր բերեր, ամանները լվանար։ Կալեն վաճառականի մոտ ապրում է մի տարի, 2 տարի, և մի անգամ վաճառականը
օտարերկրյա ապրանքներ գնելու համար պատրաստվում է հեռավոր ճանապարհորդության եւ իր սպասավորներին հարցնում է, թե ում համար ինչ գնի օտարերկրում։ Ամեն մեկը մի բան է խնդրում, եւ երբ հերթը խոհարարի օգնականին է հասնում, նա վաճառականին է մեկնում իր ունեցած 5 շիլինգը։ Վաճառականը քմծիծաղ է տալիս։ Ինչ կարող եմ առնել այսքան փողով, հարցնում է նա։ Շատ բան չեմ կարող առնել։ Ինչ որ կտան, այն էլ առեք, պատասխանում է Կալեն։ Այս դրամը ազնիվ աշխատանքով է վաստակված։ Վաճառականը խոստանում է անել այնպես, ինչպես տղան խնդրում է, եւ ինքը հեռանում է հարազատ ափերից ու գնում։ Երկար է մնում վաճառականը օտարերկրներում։ Արտասովոր շատ ապրանքներ է առնում նա։ Իր նավը բարձում ու պատրաստվում է ետ գալ տուն։ Եվ այդ ժամանակ հանկարծ հիշում է, որ խոհարար Կալեի համար ոչինչ չի գնել։ Ինչ անեմ, մտածում է վաճառականը։ Օմի զիզի բիզի բանի համար չեմ վերադառնա ապ։ Եվ հանկարծ տեսնում է, որ մի պարավ ինչ-որ պարկ ուսին գցած գալիս է դեպի ծովը։ Էй, տատիկ, կանչում է վաճառականը։ Ինչ կա պարկիդ մեջ։ Հեչ, իմ կատուն է, պատասխանում է պարավը։ Սրան կերակրելու բան չունեմ։ Դրա համար էլ որոշել եմ ջրում խեղդել։ Այս կատուն առնեմ խոհարարի օգնականի համար, որոշում է վաճառականը։ Չէ որ նա ասաց ինչ որ կտան, այդ էլ գնեք։ Եվ նա կատվի համար պարավին առաջարկում է 5 շիլինգ։ Պարավն առանց երկար եւ բարակ մտածելու կատուն տալիս է վաճառականին։ Դրամը վերցնում ու գնում է տուն։ Իսկ վաճառականն իր նավորդներին հրամայում է բարձրացնել առագաստը, եւ նրանք շուտով դուրս են գալիս բաց ծով։ Բայց հանկարծ ծովում սարսափելի փոթորիկ է սկսվում։ Ալիքները նավը տաշեղի պես այս ու այն կողմ են նետում, եւ շուտով դուրս են բերում օտար մի երկիր։ Վաճառականը ափ է իջնում ու գնում է քաղաք, տեսնելու թե ինչպես են մարդիկ ապրում այդտեղ։ Երկար է թափառում նա քաղաքում, սովածանում եւ մտածում է մի պանդոկ գնալ։ Մտնում է պանդոկ եւ ինչ է տեսնում։ Պանդոկի մեջտեղում մի սեղան է բացված, իսկ յուրաքանչյուր ափսեի կողքին էլ մի փունջ ճիպոտ է դրված։ Վաճառականը զարմանում է այդ սովորության վրա։ Ինչի համար են ճիպոտները, մտածում է նա։ Ահա եւ հյուրերը նստում են սեղանի շուրջը։ Պանդոկապանը ամեն տեսակ անուշահամ ուտելիք է բերում։ Մեկ էլ վաճառականը տեսնում է, չգիտես որտեղից անթիվ ու անհամար մկներ են վազում սեղանի վրա։ Մկները հարձակվում են ճաշերի վրա, իսկ սեղանի շուրջը նստածները վերցնում են ճիպոտներն ու սկսում խփել մկներին։ Աղմուկ ու աղաղակ է բարձրանում։ Հա, ասում է վաճառականը, տեսնում եմ, որ ձեր երկրում ճաշելը հեշտ գործ չէ, բայց ինչու դուք կատուներ չեք պահում։ Իսկ մեկ, պատասխանում են նրանք, նույնիսկ չգիտենք, թե ինչ բան է այդ կատու ասվածը։ Վաճառականը նավի վրայից բերում է այն կատուն, որ պարավից գնել էր, եւ նրան բաց է թողնում հատակին։ Կատուն հենց որ մկներին տեսնում է, մազերը ցցվում են, աչքերը փայլատակում, չանչերը բացված այնպես է հարձակվում նրանց վրա, որ մկների հետքը անգամ չի մնում։ Եվ մարդիկ իրենց կյանքում առաջին անգամ այս երկրում կարողանում են հանգիստ ճաշել։ Սկսում են վաճառականին շնորհակալություն հայտնել ու խնդրել, որ նա կատուն վաճառի իրենց։ Երկար ժամանակ վաճառականը հրաժարվում է, բայց վերջում տալիս է իր համաձայնությունը եւ կատվի համար 100 դալլեր է խնդրում։ Նրանք առանց տատանվելու վճարում են փողն ու դեռ շնորհակալություն հայտնում։ Եվ վաճառականը իր նավով շարունակում է ճանապարհը։ Բայց հենց որ նավը դուրս է գալիս բաց ծով, մեկ էլ տեսնում է կատուն կայմին նստած է։ Հենց այն կատուն, որ վաճառականը պարավից գնել էր խոհարարի օգնական Կալեի համար եւ հետո էլ վաճառել էր 100 դալլերով։ Շուտով դարձյալ մի ահռելի փոթորիկ է բարձրանում, ավելի սարսափելի, քան նախորդն էր։ Երկար ժամանակ նավը մի ալիքից մյուսն է թռչում եւ հասնում օտար մի երկիր։ Վաճառականը գնում է օտար երկիրը տեսնելու։ Երկար ժամանակ քայլում է նա եւ մտնում մի պանդոկ ճաշելու։ Նայում է եւ տեսնում, որ
պանդոկում ճաշի սեղան է բացված, իսկ ափսեների կողքին ճիպոտներ են դրված, ամեն մեկը մի մետր երկարության։ Միայն թե այս անգամ վաճառականը չէր զարմանում, գլխի է ընկնում, թե ինչի համար են այդ ճիպոտները, նստում է սեղանի շուրջն ու սպասում, թե ինչ է լինելու, իսկ երբ պանդոկապանը բերում է անուշահամ կերակուրներ, այդ ժամանակ վրա են տալիս մկները, այդ մկները ավելի խոշոր ու սարսափելի էին, քան նախորդները, մարդիկ սկսում են դրանց ճիպոտներով խփել, այնպես որ ճաշն էլ են մոռանում, և այստեղ վաճառականը պատմում է կատվի մասին և դարձյալ կատուն վաճառում, միայն թե այս անգամ արդեն ոչ թե 100, այլ 200 դալլերով։ Վաճառականը շարունակում է իր ճանապարհը, բայց հենց որ նավը բաց ծով է դուրս գալիս, մեկ էլ տեսնում է կայմին մի կատու է նստած, հենց այն նույն կատուն, որ վաճառականը պարավից գնել էր կալեի համար, հետո էլ 2 անգամ վաճառել 100 և 200 դալլերով, և շուտով ծովում սարսափելի վատ եղանակ է սկսվում, նավը մի ալիքից մյուսն է նետվում, ու կրկին դուրս գալիս օտար ափեր։ Վաճառականը գնում է քաղաք և համենայն դեպս կատվին հետը վերցնում է, և ամեն ինչ ճիշտ ու ճիշտ առաջվա պես է լինում։ Մտնում է նա պանդոկ ու տեսնում ճաշի համար բացված սեղանը, տեսնում է ափսեներն ու դրանց կողքին դրված ճիպոտները, ամեն մեկը 1.5 մետր երկարության։ Եվ այստեղ մարդիկ նրան պատմում են, որ ճաշի ժամանակ մի պատառ անգամ չեն կարողանում կում տալ, հենց սկսում են ուտել, մեկ էլ անթիվ ու անհամար առնետներ են վազվզում, և նրանք ստիպված են լինում դրանցից ճիպոտներով պաշտպանվել։ Ես ձեր դժբախտությանը կարող եմ օգնել, ասում է վաճառականը։ Ես մի կատու ունեմ, և բոլորին հայտնի է, որ առնետների համար կատվից ավելի սարսափելի գազան չկա աշխարհում։ Միայն թե ես դրա համար ձեզնից 300 դալլեր եմ ուզում։ Գնի հարցում մենք չենք առարկի, ասում են նրան մարդիկ։ Ստացիր 300 դալլերը և շնորհակալությունն էլ հետը։ Այսպես վաճառականը կատվին վաճառում և շարունակում է իր ճանապարհը։ Նավասենյակում նստած փողերն է հաշվում ու զարմանում, թե մի թղթադրամով ինչպիսի հարստություն է վաստակել։ Եվ այնպես չի ուզում, որ այդ բոլոր փողերը տա կալեին։ Ես դրանք կպահեմ ինձ, մտածում է նա։ Խոհարարի օգնականին 2-3 դալեր կտամ, դա էլ բավական է։ Իմ շապիկն ավելի մոտ է։ Այսպես է մտածում, թե չէ, մեկ էլ ծովում կրկին մի սարսափելի փոթորիկ է բարձրանում։ Նավը ճեղքում է ու քիչ է մնում ծովի հատակն իջնի, և վաճառականը գլխի է ընկնում, որ իր կյանքի վերջը կլինի, եթե խոհարարի օգնական կալեի փողերը նրան չտա։ Ու ստիպված նա խոսք է տալիս, որ բոլոր փողերը կտա կալեին, և անմիջապես փոթորիկը դադարում է, ու վաճառականը բարեհաջող հասնում է տուն։ Նա խոհարարի օգնականին է տալիս իր փողերը, իսկ երբ կալեն մեծանում է, աղջկան ամուսնացնում է նրա հետ, և այդ ժամանակ կալեն ավելի հարուստ է լինում, քան հենց վաճառականը։ Այդ ժամանակվանից սկսած կալեն ապրում է հարուստ ու երջանիկ։ Նա իր մորը տեղավորում է մեծ ու գեղեցիկ մի շենքում, խնամում ու փայփայում է նրան։ Մայր, ես չեմ հավատում, որ սեփական շապիկն ավելի մոտ է մարմնին, ասում է նա։